Լավ, տեսնենք այսօր կարտերն ինչ ցույց կտան։ Տեսնենք այսօր ինչի մասին կլինի։ Ինչի կատարվում է շուրջը։ Օգնող կարտերել ավելացնեմ, որպեսզի տեսնեմ, թե այս ամենը ինչի մասին է։ Կարտը դուրս էր գալիս, դա թող միասին դուրս գա։ Լավ, տեսնենք ինչ է այստեղ կատարվում։ Ես այստեղ տեսնում եմ նավ, ինձ թվում է այստեղ ճամփորդության մասին է խոսքը։ Ինչու մեկը դրանից հետո տեսնում եմ ծաղիկներ, կարծես այստեղ ճամփորդության մասին է։ Եվ ոչ շատ մոտիկ ճանապարհ, մի քիչ ավելի երևի հեռու ճանապարհի մասին է խոսքը։ Այստեղ նավակ է, բայց կարևոր չէ, պարտադիր նավով, դերևս օդանավով, օտար երկիր։ Եվ սա արձակուրդի նմանվող, այո, ես կարծում եմ սա արձակուրդային ինչ-որ ճամփորդություն է։ Տեսնենք։ Ես այստեղ տեսնում եմ այս, ինչպես են ասում, այս ինչպես են հայերեն ասում, այս խոտ հնձելու գործիքին ես գյուղում չեմ ապրել երբեք, ճիշտ ասած, գերանդի երևի, ինչքան հիշում եմ, եթե սխալվում եմ, ինձ կարող է կոմենտներում գրել ուղղել, ես բառը կսովորեմ, կարծում եմ սա գերանդին է, երևի թե։ Սա նշանակում է կտրող գործիք, կտրուկ, արագ, տեսնում եմ ծառ, սա այսինքն կարող եմ ասել, այստեղ է լաբիրինթն է, կարող եմ ասել, թերևս առաջինը, որ մտքից գալիս է ճամփորդության արձակուրդի հետ կապված, այսպես շատ արագ եք որոշել, կտրուկ, երկար, բարակ, պլանավորած արձակուրդային այստեղ ճամփորդություն չի եղել, կարծես շատ արագ որոշել եք ընտանիքով կամ մի քանիսով ընտանիքի անդամներով, այսպես ասեմ, կամ ընտանիքով եք գնում, կամ ընտանիքի մոտ եք գնում, բայց ես կարծում եմ ամեն դեպքում ընտանիքով։ Շատ այսպես շփոթված վիճակ է եղել ուր գնալ, ոչ միայն կտրուկ է եղել, այլև չեք էլ իմացել, թե ուր գնալ, որտեղ լաբիրինթ եմ տեսնում։ Այստեղ էլի եմ տեսնում ծառ, եւ էլի այստեղ տեսնում եմ արագիլ։ Այո, այս հաստատ կարող եմ ասել վստահաբար, որ սա ընտանիքով ճամփորդության եք մեկնում եւ հեռու ճանապարհ, որը կլինի մեծ փոփոխություն։ Տեսնում եմ այստեղ լուսին, տեսնում եմ ջրհոր։ Քանի որ ելի եմ ասում, որտեղ այդտեղ շատ կտրուկ է երևում, կտրուկ է եղել, չեք կարողացել երկար ժամանակ որոշել ի վերջո ուր գնալ, անսպասելի է եւ եղել արագ, այսպես շատ շփոթված, կասկածներով, իրար խառնված, ուր գնանք, չեք կարողացել, ինձ թվում է չեք կարողացել այսպես խորությամբ ուսումնասիրել, ուր գնալ, ինչ անել, շատ հետաքրքիր է։ Լավ։ Տեսնենք, վերջը գնում եք, թե չեք գնում։ Ես սա տեսնում եմ առայժմ երևի թե ցանկությունների մասին, իրավիճակի մասին, բայց իրականում գնում եք, թե չեք գնում։
Ես ինչքան հասկանում եմ, մեկ-մեկ այդպես լինում է, հա, վիզա են հաստատում, երկար ժամանակ առաջ դիմել եք, հետո հաստատում են եւ կարճ ժամանակ ունեք, պետք է գնաք, կամ վիզայի ժամկետը լրանում է, արագ պետք է որոշեք գնաք, կարող է լինել նմանատիպ մի իրավիճակ։ Որ դուք չգիտեք էլ թե ուր եք ուզում գնալ, այս իրար այսպես շփոթված վիճակը կարծում եմ դրանից է գալիս։ Չեք հասցնում ուսումնասիրել հնարավորությունները, որտեղ հիմա կարելի է ուր կուզենայիք, միևնույն ժամանակ կարծես թե պետք է շտապ արագ շատ կտրուկ որոշում կայացնեք։ Այո, շատ արագ գալիս է լուրը, շատ անսպասելի, դուք այսպես աշխատանքի հետ ստիպված պետք է այո ինչ-որ որոշումներ կայացնեք, ես այստեղ տեսնում եմ նաև խաչի 7-ը, 6-ը, 7-ը, ես կարծում եմ այո, այս ճանապարհը ճանապարհը գնալու համար ստիպված եք եղել ինչ-որ զոհողություններ անել, այսինքն աշխատանքից ժամեր եք կորցրել, ինչ-որ արգելքներ են եղել, երևի աշխատանքի հետ կապված ստիպված եք եղել ինչ-որ բան թողնել գնա, միգուցե ինչ-որ ձեզ, չգիտեմ, պրոյեկտ եք ունեցել, պետք է անեք, բայց ստիպված պետք է թողնեք, իսկ թվում է աշխատանքային այդ ինչ-որ ծրագիր է, ինչ-որ գործ է, առժամանակ դուք կզոհաբերեք, ավելի շուտ աշխատանքը կզոհաբերեք, քան թե ճամփորդությունը, չէ, այս հնարավորությունից կօգտվեք։ Այստեղ ասում եմ շատ խառը իրավիճակ է, դուք չգիտեք, չեք որոշել, չեք էլ կարողանում որոշել ուր գնալ, այնքան արագ ամեն ինչ կտրուկ ստացվել է, բայց չէ, մի փոքր որ ուսումնասիրեք, իրականում շատ լավ կլինի, շատ գեղեցիկ, սա ընտանեկան է, չեմ կարող ասել ընտանիքում երեխաներ կան, ծնողներ կան, թե միայն զույգ է, բայց այստեղ մի հոգի չի, որ ճամփորդում է, ընտանիքի անդամներ են գնում։ Շատ հաճելի, շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր ճամփորդություն է լինելու։ Այս ամեն ինչի վերջո կպարզվի։ Եվ կարող եմ ասել, որ բավականին գումար տարեք, որտեվ բավականին գումար եք ծախսելու, բայց ես կարծում եմ շատ մեծ հաճույք եք ստանալու։ Ճամփորդության գնալու եք, գումար ծախսելու եք եւ հաճույքով էլ ծախսելու եք, որտեվ շատ գեղեցիկ ժամանակ եք անցկացնելու եւ ըստ այմ շատ հետաքրքիր հիշողություններ կունենաք։ Ինչի ես ձեզ սրտանց կամենում եմ։ Սրանից առաջվա վիդեոն շատ կարճ եղավ, շատ արձակուրդին ճամփորդությանը վերաբերող թեմա էր, բայց շատ ամեն ինչ կարճ, կոնկրետ հակիրճ եղավ։ Որոշեցի եւս մեկ վիդեո անել եւ միասին, երկուսը միասին կդնեմ նույն օրը։ Տեսնենք էլ ինչ հետաքրքիր բան կարող է ասել մեզ կարտը։ Դա հավանաբար կորոշեր որոշ մարդկանց, բայց բնականաբար ոչ բոլորին։ Տեսնենք այլ ինչ թեմաներ կան այս քանի օրը հետաքրքիր։ Այսօր վիդեո չպետք է անեի, բայց մի տեսակ տրամադրությունս շատ հետաքրքիր էր, անկախ ինձնից ցանկություն եղավ այսօր կարտ նայելու։ Հակասական բաներ եմ տեսնում։ 8 ջահերի այստեղ էլ նույն բանն եմ տեսնում, բավականին արագ, նույն ճամփորդություն այստեղ չեմ տեսնում, անկեղծ ասած, բայց ինչ որ արագ, ինչ որ շատ աշխուժ, ինչ որ բան է սպասվում։ Տեսնենք կարտերը կարող են օգնել։ Օգնել, ինչ որ աշխուժություն է սկսում, ինչ որ մի բան սկսում է արագ շարժվել, կարծես կանգնած ես եւ սկսում է շատ ուղղակի արագությամբ տեղից շարժվել, ինչ որ նոր զարգացումներ։ Տեսնենք սա ինչի հետ է կապված։ Ցանկությունների հետ ինչ որ ցանկություն, ինչ որ աստղ եմ տեսնում, ինչ որ ցանկություններ, ինչ որ նպատակներ ունեիք, կարծես թե ինչ որ ժամանակ մտածում էիք, անեմ, չանեմ, կկարողանամ, չեմ կարողանա, արժի, չարժի ու հանկարծ շատ այսպես արագ միանգամից կարծես թե
սկսում եք գործել այդ ուղղությամբ։ Սկսում եք գործել այդ ուղղությամբ։ Այո, կարող եմ ասել, կամ դուք եք սկսում այդ ուղղությամբ գործել, կամ էլ պարզապես իրադարձությունները այդպես են դասավորվում, որ այո, սկսում է ինչ-որ մի բան աշխատել, որտեղ ես այստեղ նաև տեսնում եմ 7 պենտակլի։ Այսինքն տեսնում եք տատիկը, որ ծառից պտուղները պետք է հավաքի։ Սա այո, շատ երկար սպասված արդյունք է, ինչ որ աշխատանքի շատ երկար սպասել եք։ Դա ձեր ցանկություններն էին Աստղով եւ երկար եք սպասել։ Իսկ երկար սպասել եք, որտեղ շատ խանգարողներ են եղել։ Ես այստեղ տեսնում եմ խորամանկության կարտը եւ դավադրության 7 թրերի։ Ինչու մեկը խանգարել է ձեր այս, չեմ կարող ասել նպատակնինչումներ, նպատակցակություն, երազանք, ծրագիր, ինչ-որ մեկը խանգարել է։ Ինչ-որ մեկը խանգարել է կամ փորձել է խանգարել, միգուցե դրա համար է ձգձգվել։ Ուշացել է, բայց հիմա արդեն կսկսի շատ արագ շարժվել։ Տեսնենք այստեղ ինչ է կատարվում էս։ Ով է եւ ինչու է խանգարել։ Տեսնում եմ այստեղ պաժը բաժակը ձեռքին։ Կարծում եմ ձեզ համար շատ հուզիչ, շատ էմոցիոնալ է այս ինչ որ արել եք, շատ ավելի սրտի մոտ է, ես չեմ կարող ասել ինչի հետ է սա կապված։ Այսպես բիզնեսը ընդհանրապես գումարային հարցերը դրանք զգացմունքների, էմոցիաների հետ կապված չեն։ Սա այդպես չեմ կարող ասել սա ինչ որ գործարք է կնքել, ինչ որ աշխատանք է կարել։ Սա չեմ կարող ասել ինչ ձեռքբերման մասին է, ինչի մասին է կոնկրետ խոսքը, միգուցե մյուս կարտերը ցույց տան ավելի մանրամասն, բայց ինչ որ մի բանի համար դուք բավականին գործունեություն եք ծավալել եւ շատ դանդաղել ուշացել է եւ դուք շատ այսպես հուզմունքով, շատ երկար սպասել եք։ Ուշացել է նորից եմ ասում, որովհետեւ ինչ որ մեկը խանգարել է ձեզ։ Ինչ-որ մեկ ուզեցել է միգուցե ձեր գաղափարը գողանալ կամ ուղղակի նախանձել է, չարացել է, որ դուք այսպես շատ հետաքրքիր, այսպես պայծառ գաղափար եք ունեցել, փորձել եք իրականացնել, ինչ-որ մեկը նախանձել ու փորձել է ձեզ խանգարել։ Ինձ թվում է դուք, եթե ինչ-որ մեկին սա վերաբերում է, դուք գլխի կընկնեք ինչի մասին է խոսքը, որտեղ դուք պայքարել եք դրա դեմ։ Դուք գլխի եք ընկել, որ ձեզ խանգարում են եւ կարծում եմ կոնկրետ գիտեք թե ով է խանգարել։ Դուք պայքարել եք դրա դեմ եւ համբերատար սպասել եք ձեր աշխատանքի արդյունքին։ Այստեղ տեսնում եմ դատաստանի կարտը եւ տեսնում եմ հերմիթը, ճգնավորին։ Ես կարծում եմ, որ դուք այստեղ ուզում են ասել, որ դուք մենակ պետք է գնաք։ Միգուցե փորձել եք ինչ-որ մեկի հետ իրականացնել ձեր ծրագրերը, բայց այդ ինչ-որ մեկը ձեզ դավաճանել է։ Ոչ թե պարզապես հեռացել է, այլ ուղղակի փորձել է այնպես անել, որ ձեր ծրագիրը չիրականանա։ Եվ այստեղ ասում են, որ դուք իրականում պետք է մենակ գնաք այդ ճանապարհը։ Միգուցե դուք արդեն հասկացել եք։ Միգուցե այստեղ երբ դուք վիճել եք, փորձել եք հեռացնել այս խոչընդոտը, այս մարդունը, որ ձեր հարվածում է։ Չէ, ես կարծում եմ դուք գիտեք կոնկրետ ով է եւ կոնկրետ ինչ է արել, շատ համբերատար սպասել եք, միգուցե եւ արդեն որոշել եք, բայց պետք է մենակ գնաք։ Դուք սա երկուսով անելու գործ չէր։ Համենայնպես մարդը ով ձեզ հետ պետք է լիներ, նա չի կարող, նա դες կարող է նույնիսկ թիկունքից հարվածել։ Ես այստեղ տեսնում եմ ասպետը ջահերի եւ տեսնում եմ 4-ը ջահերի։ Այո, երբ որ այս իրավիճակը կպատկերացնեք ու կհասկանաք, ձեզ խանգարում էին, դուք պետք է մենակ գնաք ձեր ճանապարհը։ Դա ձեզ բոլորովին չի ընկճում, ճիշտն ասած, բոլորովին չի ընկճում։ Դուք այսպես կարող եմ ասել հանկարծակի չեք էլ գալիս։ Մի որոշ ժամանակ կարծում եմ ելքը չեք տեսնում, մի տեսակ խոչընդոտված, կաշկանդված եք ձեզ զգում 4 պատի մեջ։
Բայց իրականում շատ լավատես եք, ես այստեղ շատ ուրախ լավ ներողություն կարդ է, այո, սա իրականում շատ լավատես եք դուք, շատ լավատես եք, շատ էնտուզիազմով, շատ այսպես կրակոտ, խրոխտ գնալու եք ձեր նպատակին եւ այս ով որ ուզում է ձեզ խանգարել, նա միգուցե ուշացնում է մի քիչ, ձգձգվում է այս process-ը ձեր նպատակին հասնելու, բայց ինքը չի կարողանալու ձեզ խանգարել։ Դուք բավականին առույգ, շատ այսպես տրամադրված եք եւ շատ լավատես։ Հաջորդը տեսնում եմ 3-ը ջահերի եւ տեսնում եմ իմ սիրած եղնիկը, մեծ կոպեկը ճակատին։ Այո, երբ որ դուք այստեղ կհասկանաք, որ փաստորեն ում վրա որ հույս դրել եք, նա ձեզ հետ չի գալու, դուք շատ այսպես արագ, այո, կարող եմ ասել, այստեղ արագ process-ը երևի դա էլ է, որ դուք հենց որ հասկանում եք, դուք սպասում եք, տեսեք, այսպես կարող եմ ասել, ավելի մանրամասը որ տեսնեմ, դուք ուղղակի սպասում եք, որտեվ երևի ինչ որ մեկն էլ մասնակցելու էր, եւ սպասում եք, որ ձեր գործընկերը կամ ինչ որ մեկի, տեսեք, մեկ փաստաթղթերի հարց է լինում, չէ՞, պետք է փաստաթղթեր, պետք է ինչ որ միգուցե չգիտեմ, պետական ինչ որ հիմնարկների հետ գործեր եք ունենում, ձգձգում են ձեր թղթերը, ձեր հույսը դրա վրա է, որտեղ մինչև տեղից չշարժվի այդ փաստաթղթային գործը, հա, դուք չեք կարողանա ձեր գործն առաջ տանել, բայց հենց գլխի եք ընկնում, որ դիտավորյալ են ուշացնում, ինչ որ մեկը այստեղ դիտավորյալ է ձեզ փորձում վնաս պատճառել, դուք սկսում եք արագ գործել բոլորովին այլ ուղղությամբ, այո, դուք այստեղ ընտրում եք այլ ճանապարհ, բոլորովին այլ ճանապարհ, հասկանում եք, գլխի եք ընկնում ինչ է կատարվում, շատ հանգիստ, շատ այսպես աշխուժ, լավ, այս տարբերակը չեղավ, ես մենակ կգնամ կգտնեմ իմ ճանապարհը եւ ընտրում եք նոր ճանապարհ եւ դուք ձեր հաջողությանը կհասնեք եւ շատ հեշտությամբ, շատ լավ կհասնեք եւ շատ մեծ հաջողության։ Ես այստեղ ֆինանսների հետ կապված գործեր ճիշտ ասած չեմ տեսնում, չնայած որ ինքը կոպեկ, բայց միայն ինքը ֆինանս չի նշանակում։ Բայց ինչ նպատակ որ ունեիք, այս ուրել որ ուզում եք գնալ, ինչ նպատակի ուզում եք հասնել, անպայման կհասնեք։ Անպայման։ Մենակ կգնաք եւ մենակ էլ կհասնեք։ Ձեզ այսպես դատա ինչ ասացի ես judgment-ը։ Այո, դատաստանով որ տեսնում եմ, սա այսպես ասեմ, եթե կարելի այդպես ասել, վերին ուժերով դա վերուստ, այսպես ասեմ, նախատեսված է, որ դուք ձեր պլաններին հասնում եք եւ ձեզ ոչ մեկ չի կարողանա խանգարել։ Շատ այսպես որ սկսի արագանալ process-ը, դուք մենակ գնաք այդ ճանապարհով, շատ արագ եւ շատ հեշտությամբ էլ կհասնեք, ինչը ես ձեզ սրտանց կամենում եմ։ Շատ լավն էին կարտերը։ Այսօր այսքանը, շնորհակալություն։